Անկարա-Թեհրան օրակարգի կարևոր թեմաներից մեկը, որը շատ կարևոր է նաև Հարավային Կովկասի համար, առնչվում է Իրանը Թուրքիային կապող նոր երկաթուղուն։ Խոսքը Իրանի հյուսիս-արևմուտքում Մարանդ Չեշմե-Սորայա տրանզիտային երկաթուղու մասին է, որը պետք է կապվի հյուսիսում գտնվող Թուրքիայի սահմանամերձ Արալքի շրջանին։ Կողմերը համաձայնել են կառուցել 200 կիլոմետրանոց այդ երկաթուղին, որի աշխատանքները գնահատվում են 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իրանում այս երկաթուղին դիտարկում են չինական մեկ գոտի մեկ ճանապարհ մեգանախագծի ճանապարհներից մեկը, որը կարող է երկաթուղով Չինաստանը կապել Եվրոպային։ Այլ կերպ ասած, Իրանը այն դիտարկում է միջին միջանցքի այլընտրանք, որը բեռները ստանալով Թուրքմենստանից կարող է երկաթուղային սահուն տրանզիտ ապահովել Թուրքիա։ Իրանն ու Թուրքիան ունեն երկաթուղային կապ, որը սակայն մշտական բնույթ չի կրում։ Այս տարի վերագործարկել են Թեհրան-Վան երկաթուղին, որն ի դեպ անցնում է Թավրիզով։ Սակայն նոր պրոյեկտը ենթադրում է ավելի կարճ ուղի դեպի Թուրքիա, հաշվի առնելով Նեֆ Կարսին միանալու հեռանկարը։